Դա անօրինական ապօրինի հրահանգ էր, որովհետև վարորդի պայմանագիրը, երբ մենք ուսումնասիրել ենք, այդտեղ կա ընդհանրապես զգուշացնել վճարելու մասին ուղևորց ու վերջ։ Չվճարես չեմ քշի, չես վճարում իջի։ Նման դրվագ հսկիչի գործառույթ չկա, ընդհանրապես զգուշացնել եւ վարել մեքենան։ Հիմա իրենք նաեւ լարում առաջացրեցին վարորդ ուղևոր հարաբերություններում, պարբերաբար կոնֆլիկտներ են լինում, բայց դու հասարակական նույն հանրային տրանսպորտը վերջին վիճակագրական տվյալները, որ նայում ենք, հանրային տրանսպորտի մասնակցությամբ ավտովթարների թիվը շեշտակիորեն աճել է շուրջ 30%-ով, որտեղ վարորդները գերհոգնած են, աշխատանքային պայմանները լավը չեն, այդ մարդկանց շահագործում են, այդ մարդկանց առողջության հաշվին են կարողանում իրենք բանանել միայն մարդկանց մոտ ահուսարսափ տարածել, սա ըստ էության իրավական ճանապարհները փակելու միջոցով, այսինքն որ բոյկոտը չաշխատի, հանրաքվեն չաշխատի, մնա միայն սպառնալիքը չեմ քշում, դա առաջացնում է բացասական նեգատիվ էներգիա է առաջացնում, որը պայթելու է, ես հուսով եմ, առաջիկա զարգացումների ընթացքում։